միջազգային գեղեցկության օրն է, երկար մտածում էինք անկեղծ ասած, ում կարող ենք այսօր առավոտյան որպես հյուրեր ներկայացնել ձեզ եւ հասկացանք հետեւյալը, որ իհարկե նորաձևության աշխարհից միգուցե կարող են հրավիրվել հյուրեր, միգուցե եւ այլ ասպարեզներից, այնուամենայնիվ ընտրությունը կարծում շատ ճիշտ կատարվեց, քանզի արդեն 10 տարի է, սկսած 1995 թվականից գործում է մի ամսաթերթ եւ ընդհանրապես մի հրատարակչական կազմակերպություն, որը որ բավականաչափ շատ է նպաստել եւ խոսել գեղեցկության մասին։ Եվ այսպես ներկայացնեմ Անահիտ Ամիրյանին, նե ամսագրի գլխավոր խմբագիր, նե հրատարակչության տնօրեն, կարող շարունակել, բայց կարծում բավական է։ Բարի առավոտ Անահիտ։ Նախ եւ առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ ընդունեցիք մեր հրավերը, քանզի այս գեղեցիկ օրը ձեր ներկայությունը մեզ համար չափազանց հաճելի է։ Եվ իրոք որ 1995 թվականից սկսվեց այն գործը, որ միգուցե դարձավ ձեզ համար, չգիտեմ, իսկ 10 տարի առաջ դուք սկսում եք այս նախաձեռնությունը, տպագրական գործ, հրատարակչական գործ այսպեսին։ Մտածում եք, որ այն այսքան 10 տարի շարունակվի եւ ընդհանրապես այն դառնա ձեր կյանքի գործը, այդքան ձեզ կտանի, կհետաքրի եւ այլն։ Գիտեք, նախ ասեմ, որ երբ երեք ինձ զանգահարեցին եւ հրավիրեցին եթեր, ինձ համար շատ հաճելի էր ու մի շատ հաճելի հիշողություն արթնացավ մեջս։ Տարիներ առաջ, երբ համեք ալիքով եթեր էր հեռարձակվում Բարև ծրագիրը, ճիշտ նույն այսօրը գեղեցկության միջազգային օրը եւ ժուրնալիստների միջազգային օրը ինձ հրավիրեցին եթեր։ Եվ ես շատ ուրախ եմ, որ անցել են տարիներ, դա 99 թվականին էր, անցել են տարիներ, փաստորեն 6 տարի է անցել եւ նեն իր գեղեցիկի եւ միջազգային ստանդարտներին համահունչի այդ բարձր ստատուսը պահել է։ Ես ուրախ եմ շատ եւ շնորհակալ եմ հրավերի համար։ Իսկ ինչ վերաբերում է 10 տարի առաջ գործը սկսելուն, ասեմ, որ յուրաքանչյուր մարդու մեջ ի սկզբանե առաքելություն կա անել ինչ-որ գործ։ Երբ այդ առաքելությունը համապատասխանում է եւ համընկնում է այն ցանկությանը, որ դու ունենում ես քո մեջ, այդ դեպքում քո ներսում առաջանում է ներդաշնակություն։ Խոսքս միայն նրա մասին չէ, որ մարդը, ասենք, երազել է դառնալ, ասենք օրինակ լավ շինարար, բայց դարձել է բանվոր, այդ դիսկոմֆորտի մասին չի խոսքը։ Խոսքս նաև նրա մասին է, որ երազել է դառնալ լավ շինարար, բայց դարձել է նախարար։ Այդ դեպքում նորից իր մեջ էլի դիսկոմֆորտ է առաջանում, բայց երբ ի վերուս տրված առաքելությունը եւ քո ցանկությունը համընկնում են իրար, այդ դեպքում քո կյանքում առաջանում է ներդաշնակություն, ստեղծում է ներդաշնակություն եւ դու անում ես այն, ինչ անում ես հրաշալի։ Անայդ մեծերից մեկը հենց ասել էր, որ երբ սիրած գործով դրամ ես վաստակում, դա երջանկության գրավականներից մեկն է։ Կարծում եմ բավականաչափ ճիշտ է ձևակերպել այն ամեն ինչ դուք քիչ առաջ ասացիք։ Իրոք որ երբ սիրած գործը, որով դու կարող ես ապրել, տարվել, նվիրվել ամբողջությամբ, նաև քո կյանքիդ աշխատանքն է դառնում, կյանքիդ գործն է դառնում, նաև հենց երջանկության էջերից եւ այդ բանաձևի մեջ միգուցե մի անհայտներից կամ միգուցե մի որոշիչ նշաններից մեկն է։ Ինչևէ նե ամսաթերթը 10 տարեկան է եւ չգիտեմ մենք որքան հնարավորություն ունեինք ներկայացնելու ձեր հրատարակչական 10-ամյա գործունեության ընթացքում, ասենք, նմուշներից ընտրել ենք երուչնչին մի մասը։ Այո։ Միգուցե այս ամսագիրն են սկիզբն էր, հնարավոր է, այս թերթիկավոր, այսինքն երևի թե յուրաքանչյուր բնակարանում եւ աշխատավայրում եղած, խնդրեմ, սա հնարավոր սկիզբն էր, այն ամենի ինչ կոչվում է ներհրատարակչական տուն, խնդրեմ։ Եվ վերջին, ձեր փաստորեն 2005-ի օրացույցը։ 2005 թվականի օրացույցը, այսինքն ակնհայտ նկատվում է առաջընթաց, թե տպագրական որակի եւ թե նույնիսկ տեսքի եւ ձևի օրացույցի։ Խնդրեմ, այսինքն 10 տարվա այս էվոլյուցիան մենք սկիզբը ալֆան եւ օմեգան վերջնական, ասենք, ներկայացրեցինք դες, իսկ ինչ վերաբերվում է հրատարակչական գործունեության, երևի թե լավ հարկ կլիներ, որպեսզի դուք ինքներդ ընդհանուր համառոտ ներկայացնեիք այսօր հրատարակչական տունը ինչ տպագրությունով է զբաղվում, այսինքն ինչ տիպի, ինչ տեսակի, դա գրքեր են, դա շաբաթաթերթեր են, դա ամսաթերթեր են, ամսագրեր, ավելի մանրամասն խնդրեմ, օրացույցներ։ Շատ լավ, 95 թվականից հրատարակվում է թերթը ամիսը մեկ անգամ, ամսաթերթ է եւ յուրաքանչյուր տարի հրատարակվում է մոտավորապես 12 անուն գրականություն։
որոնք սկսում են մարդկային հարաբերություններով ու ավարտվում են մարդկային հարաբերություններով, որևէ քաղաքական շեշտադրում, որևէ քաղաքական ուղղվածություն, որևէ հովանավորչական թելադրանք եւ այլն չկա այստեղ։ Այստեղ զուտ ծնող երեխա փոխհարաբերություններն են, տղամարդկին հարաբերությունները, ընտանեկան հարաբերությունները եւ ընդհանրապես մարդկային փոխհարաբերությունները։ Տարեկան 12 անուն գիրք է հրատարակվում բավականին շատ տպաքանակով, դուրս է գալիս 4000 օրինակը երկրից դուրս, եվրոպական երկրներ, Միացյալ Նահանգներ եւ Ռուսաստան, իսկ մնացած 6000-ը բաժանվում է, տարածվում է, այսինքն վաճառվում է Հայաստանի ամենածայր շրջաններն անգամ։ Լավ, գիտեք, կարելի է անկնհայտ նկատել այսօր, որ անստեղծվեց ինչ-որ մի խմբագրություն, որը թերթ հրատարակում կամ ամսագիր, գոյություն ինչպես չդիմադրեցին դժվարություններին, չհաղթահարեցին այդ խոչընդոտները, քարքրոտը ճանապարհը հրատարակիչների, ինչ խոսք։ Այսինքն այսօր երկրի տնտեսական վիճակը համապատասխան չի նպաստում նրան, որ մարդիկ որևիցե թերթ ամսագիր գնեն, այսինքն շատ ավելի կարևոր հարցեր են իրենց համար մատնանշել յուրաքանչյուրը։ Այնուամենայնիվ պատկերացրեք, որ կան անուններ, նմուշներ, որոնք դիմակայում են բոլոր դժվարությունները հաղթահարում են, վառ օրինակ 10-ամյա ձեր գործունեությունը, ի՞նչն է ձեր հաջողության գրավական անհայտը ձեզ։ Գիտեք, նենց ստեղծվեց այն ժամանակ, երբ անկախ Հայաստանում մի անգամից դուրս եկավ ազատ խոսքը։ Եվ այդ ազատ խոսքի ու ազատ մամուլի այդ հորձանուտում մնալը, դիմակայելը ու նաև փառքաստու հաստատուն ապրելը ոչ միայն ֆինանսական կայուն վիճակն է, այլև ասելիք ունենալը։ Ես կարծում եմ, որ նեի երկարակեցությունը ասելիք ունենալու մեջ է։ Եթե յուրաքանչյուր քո համարին, յուրաքանչյուր product-ին մարդը սպասում է եւ դու տալիս ես գրախանութները կամ ինչ որ զանգարում հետաքրքրվում են եւ այլն եւ անմիջապես սպառվում են, նշանակում է սպասում են։ Նշանակում է դու ասելիք ունես ու չես սպառվել։ Խնդրեմ ես նաեւ առիթ ունեմ մեր հեռուստադիտողներին հաշվառնելով, որ ընդամենը մի քանի օր նույնիսկ ժամեր են հարկավոր, որպեսզի սպառվի ընդհանուր տպաքանակը կրպակներից, շատ հեռուստադիտողներ հնարավորինս չեն հանդիպել, հա, խնդրեմ, նե ամսաթերթը, անունը կարծես թե արդեն ամեն ինչ ուշում, որ են թողարկում ամիսը մեկ անգամ։ Mən կարծում եմ շատ կանացի է ու տաք է եւ կարծում եմ գայթակղիչ է նաեւ։ Կարծում եմ նաեւ, որ առաջին էջի այսպես մի քանի տողերը ընթերցելը ընդհանուր կարող եմ մասամբ բնութագրել, հա, ամսաթերթի պարունակությունը։ Մենք սիրում ենք Երևանը, Արամու Էմմա։ Հանճարեղ մարդկանց ամբարո վարքը, տարեց կանանց հմայքը, երջանիկ ամուսնական զույգի առասպելի փլուզումը, հղիությունը որպես սահման, ասխրի տարօրինակությունները, նշանավոր մարդիկ մեծ քիթ են ունեցել եւ կարելի շարունակել, այսինքն կարելի ամեն ինչի մասին Եվ չմոռանամ նշել, որ կա գրական միջուկ 8 էջանոց, որ յուրաքանչյուր համարում տպագրվում է բնագրից առաջին անգամ թարգմանված ամենատարբեր լեզուներից բնագրից առաջին անգամ թարգմանված գրականություն։ Հասուն կարծում եմ անեիդ դուք մասամբ վերցրել եք ձեր ամսաթերթում պատասխանատվություն այն կարոտախտեն զգացողությունները, այսպես մարդկանց մոտ բավարարել, որոնք մնացել են գարուն ամսագրից, հիշում եք, հա։ Գարուն ամսագիրը հրատարակվում է դարձյալ։ Ես ճիշտն ասած վաղուց չեմ հանդիպում, չգիտեմ անկեղծած ինչ ճանապարհներով եւ լծակը չի ուզենա խմբագրությանը ոչ մի կերպ նեղացնել, բայց վաղուց չեմ հանդիպում, իսկ ժամանակին ամենուր կար։ Ուշ, բայց հրատարակվում է։ Գիտեք, մեզ այնց ոչ ոք հեծանիվ չի հայտնագործում, հեծանիվը վաղուց հայտնագործված է։ Պարզապես ինչ-ինչ բաներ պիտի կատարելագործել ու հրամցնել ժամանակի շնչին եւ քայլել ժամանակի հետ։ Ընդհանրապես այդքան։ Նշեցիք 12 անուն գրքեր, որոնք տարեկան հրատարակվում են, իսկ ինչ ասենք բովանդակությամբ գրականություն եք մատուցում։ Ասեմ, որ դրանք եւ գեղարվեստական գրականություն են եւ ասենք օրինակ, վերջերս հրատարակել ենք սկանդալային պատմություններ նոր գիրքը, որ ես հավաքել եմ շատ հայտնի նշանավոր ամերիկյան, անգլիական, ֆրանսիական պարբերականներից, ասենք Pravda, Washington Post,
New York Times եւ այլն այդ ամսագրերից Դայջեսթներ։ այո, դայջեսթներ են, բայց դատարանի դահլիճից եւ իրավական հիմք ունեցող պատմություններ են, որոնք ամենատարբեր ոլորտի մարդկանց, սկսած քաղաքականությունից մինչեւ նարկոբարոնի մեծ բիզնեսմեն Էսկոբարի պատմությունն է եւ մշակույթ, արվեստ եւ այլն այդ բոլոր բնագավառները ներառելով այդ մարդկանց կյանքում տեղի ունեցած աղմկահարույց պատմություններն են եւ սիրային ֆոնի վրա եւ քաղաքական ֆոնի վրա եւ մարդկային հարաբերությունների հարևանական եւ այլն այսպիսի աղմկահարույց պատմություններ են, որոնք ամեն դեպքում ուրիշի կյանք մտնելը բարակույրից ներս նայել ամեն դեպքում հետաքրքիր է։ Այո, եւ պատկերացրեք, որ դա նույնիսկ ոչ մի բոլոր, ժամանակներում, այո, ամենատարբեր եւ տարիքի եւ սեռի մարդկանց էլ հետաքրքիր է։ Միշտ էլ ասենք դրանային կողմի իրադարձությունները մարդկանց գրավել են եւ մեծ հետաքրքրություն են առաջացրել, որ միշտ փորձել են գտնել այն անցքը, որից կարելի է այդ ամենը տեսնել։ Շատ դեպքերում դա լինում է ինչու ոչ նաև պարբերական որևիցե։ Համենայնպես ուրախություն ինձ ծանոթանալով նեի բովանդակությանը կարող եմ ասել, որ այն խիստ տարբերվում է իր բովանդակությամբ եւ լրջությամբ, այն դեղին մամուլ կոչեցյալից, այսինքն այստեղից այնտեղից բամբասանքների վրա հիմնված ինչ որ տեղեկատվություն, չճշտված տեղեկատվության վրա կառուցված ինչ որ հոդվածների եւ այսպես մոնտաժված ինչ որ չգիտեմ խաբեությամբ գտած, չգիտեմ պապարացիների օգնությամբ ձեռք բերած ինչ որ լուսանկարների վրա չէին կառուցված, այսինքն թեկուզ այդ հետաքրությունը շատ առողջ կերպով է բավարարվում, ինչ արդեն ուրախացնում է, այսինքն հետաքրությունը դեպի անձնական կյանքը կամ ասենք միգուցե կյանքը ստեղծագործական այս կամ այն նշանավոր մարդու նե ամսաթերթը բավարարում է այսպես ուղակի լրագրողների ուղակի հարցազրույցների օգնությամբ, այսինքն հաճախ ունեք էքսկլյուզիվ հարցազրույցներ եւ հիմա երևի թե անդրադառնանք ամսաթերթի հիմնական առաքելությանը, դա միշտ էլ առաջին հերթին է ամսագիրը եղել է ամսագիր կանանց մասին, տղամարդկանց համար, ինչպես դուք ասացիք։ Այ եւ հիմա անդրադառնանք հենց այդ թեմային, Անահիտ, եւ մի փոքր խնդրի, որպեսզի ըստ ձեզ նկարագրեիք, հա թեկուզ հայ կնոջ առանձնահատկություն ըստ ձեզ, չէ՞ որ յուրաքանչյուր ազգ երևի թե ունի իր մշակութային, պատմական, այլ տարբեր գործոնների ձեռներով իր համապատասխան մենտալիտետը, միգուցե եւ կերպարը, խնդրեմ։ Ասեմ, որ ես այն եզակի մարդկանցից եմ, ովքեր չեն ասում բոլոր կանայք, բոլոր տղամարդիկ, այսինքն յուրաքանչյուր մարդուն ես ունեմ անհատական մոտեցում, բայց անշուշտ հայ կնոջ մեջ կան առանձնահատկություններ եւ հայկինը անշուշտ տարբերվում է մնացած աշխարհի մնացած բոլոր կանանցից։ Ասեմ, ես կարծում եմ, անձամբ ես կարծում եմ, որ հայ կնոջ ամենամեծ առաքելությունն այս աշխարհում բազմաթիվ երեխաներ ունենալն է։ Բազմազավակ մայր լինելն է։ Եվ հետո նվիրվածությունը իր տղամարդուն, իր ընտանիքին, իր զավակներին, այդ հոգևոր տարածքը պահելը։ Մենք շատ տարիներ շարունակ պետականություն չենք ունեցել, բայց հայ կնոջ շնորհիվ այդ հոգևոր տարածքը պահպանվել է։ Հիշենք, որ այո, օջախ հասկացողությունը եւ հիշենք, որ երբ որ գաղթ տեղահանություն եւ այլն եղել է, հայկինը իր փեշի տակ ոչ թե թաքցրել է ոսկի հարստություն եւ այլն, այլ մագաղաթյա գրքեր է տարել, լուսավորչի մասունքն է տարել, այ հայ կնոջ այդ բարձր կերպարը ամեն դեպքում ես կարծում եմ առանձնանում է այլ կան։ Ես չեմ ուզում վիրավորել այլ ազգի կանանց, բայց ամեն դեպքում մեծ շփումների տեր լինելով ու շատ տարբեր ազգերի կանանց ճանաչելով վստահաբար կարող եմ ասել, որ հայ կնոջ առանձնահատկությունը մնացած բոլոր ազգերի կանանցից դա է։ Լավ, իսկ ընդհանուր հմայք, հա, այսօր հաճախ խոսում են ձեռքբերովի հմայքի մասին, ինչ եք կարծում այդ հմայքը կարելի է ձեռք բերել, թե դա իր բնատուր։ Գիտեք, ասեմ, մեկի մոտ կարող է հմայիչ լինել համեստությունը իր, մյուսի մոտ ասենք նաև խորամանկությունը, երրորդի մոտ արտիստիկ կեցվածքը կամ խոսելը, մաներաները, շարժուձևը եւ այլն, բայց ամեն դեպքում ես կարծում եմ, որ հմայքը, կնոջ հմայքը իր սերն է, որ կա մեջ ու բարությունն է։ Այ փոքրիկ մի էպիզոդ ասեմ, ուրեմն տարիներ առաջ, կարծեմ 92 թվականներ, ցուրտ էր, մութ էր, բոլորս վատ էինք ապրում, ես անձամբ մի սենյականոց տանն էի ապրում այդ ժամանակ եւ վառարան էի վառում։ Ես այդպես մեքենայի ղեկին նստած գնում էի եւ մի շատ շքեղ կին էր անցնում, շուկայի մոտով էի անցնում, շքեղ կին էր անցնում եւ շատ գեղեցիկ